Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Պատմվածք զարմանահրաշ ձյութե մանկիկի մասին։ Աղվես եղբայրը չկարողացավ բռնել ճագար եղբորը ու երբեք էլ չբռնեց։ Բայց մի անգամ ճագար եղբայրը շատ նեղ վիճակի մեջ ընկավ։ Ահա թե ինչպես պատահեց այդ։ Այն օրվանից հետո, երբ ճագար եղբայրը հիմարացրեց նրան քաղցրահամ արմատների պատմությամբ, աղվես եղբայրը որոշեց ճագար եղբոր գլխին խաղալ նույնպիսի մի խաղ, ինչ նա արել էր շառաչող օձի հետ։ Որտեղից որտեղ նա մի քիչ ձյութ ճարեց ու գործի անցավ։ Շուտով նա մի խրտվիլակ պատրաստեց, որը շատ նման էր փոքրիկ մարդուկի։ Աղվես եղբայրը նրա անունը ձյութե մանկիկ դրեց։ Այս մանկիկին նա նստեցրեց մեծ ճանապարհի վրա, իսկ ինքը թաքնվեց մոտակա թփերի մեջ։ Նա երկար չսպասեց, շուտով թռչկոտալով երևաց ճագար եղբայրն ու տեսավ ձյութե մանկիկին։ Ճագար եղբայրը շատ զարմացավ և ուզեց ծանոթանալ այդ ծիծաղաշարժ սև արարածի հետ, որը նստել էր ճանապարհին ու դեռ գլխարկն էլ աչքերին էր քաշել։ «Բարի լույս», ասաց ճագար եղբայրը։ «Այսօր եղանակը հրաշալի է, չէ՞» Ձյութե մանկիկը ոչինչ չասաց, իսկ աղվես եղբայրը շունչը պահած պառկել էր։ «Այսօր ինչպե՞ս եք զգում», կրկին խոսեց ճագար եղբայրը։ Աղվես եղբայրը աչքը թարթեց ու մնաց սուս-փուս պառկած, իսկ ձյութե մանկիկը դարձյալ ոչինչ չասաց։ «Բարև, դու ինչ է, խուլ ես», հարցրեց ճագար եղբայրը։ «Եթե խուլ ես, կարող եմ բարձր խոսել»։ Ձյութե մանկիկը ոչինչ չասաց, իսկ աղվես եղբայրը նույնպես ծպտուն չհանեց։ «Տես ոնց է երևակայում», ասաց ճագար եղբայրը։ «Հիմա ես քեզ մի դաս տամ։ Այո, այնպիսի դաս տամ, որ դու իմանաս, թե ինչպես պետք է խոսել մարդկանց հետ։ Եթե դու չվերցնես գլխարկդ ու չասես բարև ձեզ, ես քեզ մի լավ դաս կտամ»։ Աղվես եղբայրը գոհունակությամբ ժպտաց, իսկ ձյութե մանկիկը ոչինչ չասաց։ Ճագար եղբայրը 3 կամ 4 անգամ կրկնեց «Բարև ձեզ, բարև ձեզ»։ Ձյութե մանկիկը դարձյալ ոչինչ չպատասխանեց։ Ճագար եղբայրը անչափ զարմացավ, հետո բարկացավ։ Նա ձեռքը տարավ, բերեց ու բռունցքի մի ուժեղ հարված հասցրեց ձյութե մանկիկի մռութին։ Ահա հենց այստեղ էլ նա մտավ փորձանքի մեջ։ Նրա բռունցքը խրվեց ու մնաց ձյութի մեջ։ Ձյութը ամուր բռնեց նրան։ Իսկ նա ոչինչ չէր կարող անել, չէ՞ որ ձյութե մանկիկը շատ ծանր էր։ Աղվես եղբայրը լուռ պառկած էր, իսկ ձյութե մանկիկը, դե նա ոչինչ չասաց։ «Եթե դու ինձ բաց չթողնես, ես քո կողերը կփշրեմ», ասաց ճագար եղբայրն ու մյուս բռունցքով էլ այնպիսի ուժեղ հարված հասցրեց, որ այդ ձեռքն էլ մնաց ձյութի մեջ թաղված։ Ձյութե մանկիկը ոչինչ չասաց, իսկ աղվես եղբայրը դեռ պառկած էր։ «Թող ինձ», ճչաց ճագար եղբայրը։ «Եթե ոչ, ես կջարդեմ քո մռութը իմ գլխով ու քո բանը բուրդ կլինի»։ Նա գլխով ամուր խփեց ձյութե մանկիկին։ Գլուխը նույնպես կպավ ձյութին։ Այդ ժամանակ աղվես եղբայրը դուրս սողաց թփերի մեջից ու մոտեցավ։ «Բարի օր, ճագար եղբայր, դու այսօր ոնց որ 2 ոտքով թակարդ ընկած լինես», ասաց աղվես եղբայրն ու ծիծաղեց, սկսեց գալարվել գետնի վրա։ «Այսօր ես կարծում եմ միասին պիտի ճաշենք, ճագար եղբայր։ Այս անգամ ես մի քիչ քաղցրահամ արմատներ եմ պատրաստել, որոնք հավանաբար քեզ շատ դուր կգան»։ Աղվես եղբայրը նորից սկսեց ծիծաղել, հետո ասաց. «Դե ես կարծում եմ, որ այս անգամ արդեն քեզ բռնել եմ, հա՞։ Դու ինչ ես կարծում։ Հիմա գնամ մի քիչ փայտ հավաքեմ, մի լավ մեծ խարույկ վառեմ։ Այսօր ուզում եմ քեզ տապակել առանց կոթավոր թավայի, առանց աղվես եղբորը», ասաց աղվեսը։ Ճագար եղբայրը գիտեր, որ ինքը ընկել է մեծ փորձանքի մեջ, բայց չվախեցավ, միայն ձևացնում էր, թե շատ է վախեցել։ Նա ասաց. «Արա ինձ հետ ինչ քեֆդ ուզում է։ Աղվես եղբայր, բայց խնդրում եմ չգցես ինձ մասրենու թփերի մեջ։ Եթե ուզում ես տապակիր, բայց շատ եմ խնդրում, մասրենու թփերի մեջ մի գցիր»։ Աղվես եղբայրն ուզում էր այնպիսի մի վատ բան անել ճագար եղբորը, որ նրանց շատ տանջանք պատճառեր։ Բայց երբ նա լսեց ճագար եղբոր խնդիրը, իր ծրագրածը անբավարար գտավ ու ասաց. «Մեկ էլ ով է կրակ վառում, ավելի լավ կլինի քեզ կախեմ»։
Կախիր կամ խեղդիր ինձ աղվես եղբայր, ասաց ճագար եղբայրը, միայն թե Մասրենու թփերի մեջ չգցես, բայց աղվես եղբայրը հիշեց, թե ինչ էր պատահել, երբ արջի դատավորը ցանկացել էր ճագար եղբորը ջուրը գցել ու ասաց. «Քեզ կախելու համար պարան չունեմ, էս մոտ տեղերում էլ ջուր չկա, ավելի լավ է քեզ մորթեմ»։ «Քերթիր ինձ աղվես եղբայր», ասաց ճագար եղբայրը, «դեռ ոտքերս էլ կտրիր։ Ինչ ուզում ես արա, բայց աղաչում եմ, ինձ Մասրենու թփերի մեջ մի գցիր»։ Այդ ժամանակ աղվես եղբայրը բռնեց ճագար եղբորի ետևի ոտքերից, պոկեց նրան ձյութե մանկիկից և շպրտեց ուղիղ Մասրենու թփի մեջտեղը։ Սկզբում թփի մեջ մեծ աղմուկ բարձրացավ։ Աղվես եղբայրը կանգնեց ու սպասեց տեսնելու, թե ինչ պետք է լինի։ Քիչ անց նա լսեց, որ ինչ-որ մեկը կանչում է իրեն։ Մասրենու մյուս կողմում նա տեսավ, որ ճագար եղբայրը մի գերանի վրա նստած սանրով հանում է մազերի ձյութը։ Աղվես եղբայրը նոր միայն հասկացավ, որ ճագար եղբայրը իրենից շատ ու շատ խելոք է, և որոշեց նրան առժամանակ հանգիստ թողնել, մինչև որ հարմար առիթ լիներ։ Իսկ ճագար եղբայրը գոռաց հետևից. «Մի՞թե չգիտես, որ ես ծնվել ու սնվել եմ Մասրենու մեջ, աղվես եղբայր, ծնվել ու սնվել Մասրենու մեջ»։ Մենք ավարտեցինք զարմանահրաշ ձյութե մանկիկի պատմությունը։ Սա վերջին դասն էր, որ ճագար եղբայրը դեռ պետք է սովորեր, բայց այդ վերջինը չէր, որ տվեց աղվես եղբորը։